Օսմանյան կայսրությունում արգելված էր Հայաստանի անունը տալը, իսկ խորհրդային միության տարիներին Հայաստանում արգելված էր գրել հայրենիքի, ազատագրական պայքարի ու հայոց պատմության հերոսական էջերի մասին։ 2025 թվականին արդեն Հայաստանում հայոց պատմության դասագրքերից դուրս են մնացել Արցախին նվիրված թեմաները, իսկ Արցախը փոխարինվել է բացառապես Ղարաբաղ տեղանունով։ Մեր պատմության, հազարամյա պատմության բոլոր հերոսական էջերը շահկապված են ազգային գաղափարախոսության հետ։ Իսկ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, դա առաջին հերթին պետք է հարված գրի ազգային գաղափարախոսությունը եւ դպրոցը։ Ինչու դպրոցը, որովհետեւ դպրոցում է ձևավորում քաղաքացին, տվյալ դեպքում Հայաստանի քաղաքացին։ Պատմաբաններն ահազանգում են, Արցախյան ազատամարտի Արդիփուլ ենթավեռնագիրը նոր դասագրքում դարձել է մշակույթը Լեռնային Ղարաբաղում, իսկ Արցախյան ազատամարտի հերոսները թեմայի փոխարեն աշակերտներին առաջարկվել է սովորել հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը։ Զարմանալու չի, որ արգելում են դասագրքերում չհանել։ Համեմատությունից հետևյալը Օսմանյան կայսրությունում արգելված է Հայաստան բառի օգտագործումը։ Դասագրքերում սակայն միայն արցախյան հարցը չէ, որ փոփոխվել է։ Հայկական բնակավայրերի հայկական անվանումները դարձել են թուրքական։ 9-րդ դասարանի դասագրքից էլ դուրս են մնացել հայոց ցեղասպանության ու նահատակների սրբադասման, ինչպես նաև հայ եկեղեցուն առնչվող հատվածները։ Եկեք հիշենք այն դեպքերը, երբ փորձում էին արդեն հայոց պատմության դասագրքերից հանել հերոսական էջերը, ոչ թե Արցախի միայն, այլ ամբողջ պատմության։ Եկեք հիշենք այն դեպքերը, երբ արդեն արգելում են զոհվածների անունով դասարաններ դնել։ Այսինքն ինքը կամաց ուզում են նոր սերունդը դասարակել ապազգային, որպեսզի կարողանան հեշտ կառավարել։ Ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվի։ Մասնագետներն ասում են, 9-ից 12-րդ դասարանցիների հայոց պատմության դասագրքերում ձևափոխվել են նաև այն մտքերը, որոնք հայրենասիրական բովանդակություն ունեին։ Փորձագետների խոսքով թիրախում այն ամենն է, ինչը հայկական է։ Մեկ այլ ահազանգել ունեն, դպրոցներում վերջին զանգի ժամանակ կարգելվի հիշատակել Արցախում զոհված շրջանավարտների անունները։ Վերջին զանգահարության ժամանակ Արցախ բառ չպետք է ասեք, Արցախյան ազատամարտ չպետք է ասեք։ Եթե դպրոց ասենք Արցախյան պատերազմի զոհ հանեցին, դրա մասին որևէ խոսք չպետք է ասեք վերջին զանգի ժամանակ։ Հիմա Արցախն է, վաղը Հայաստանը, պատմաբանները վստահեցնում են, եթե չկանխվի հակահայ այս գործունեությունը, հաջորդ թիրախը Հայաստան բառն է լինելու։ Սդամակարյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։